Տեր Հիսուսի պատվականանով բոլորիդ ողջունում ենք, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Այսօր մենք պիտի խոսենք քրիստոնեության ամենամեծագույն հավատալիքի մեռելների հարության մասին։ Չկա մեռելների հարություն, չկա քրիստոնեություն։ Չկա մեռելների հարություն, քրիստոնեությունը կդասվի մյուս բոլոր կրոնների շարքը, բայց սա ամենակարևոր հավատալիքն է, սա է, որ փրկության միջոց է, որտեղ մեռելների հարությամբ է, որ մեկը հավիտենական կյանք պիտի ունենա։ Իմ զրուցակիցս Վայ եղբայր Հադադյանն է։ Վայ եղբայր, խնդրեմ մեր հեռուստադիտողներին բարևիր։ Ես էլ բարևում եմ ձեզ, Տիրոջ անունով, փառք եմ տալիս այս առիթի համար, որ ունենք այս հիանալի նյութի մասին մի քանի րոպեներ այս ժամը միասին անցկացնել Տիրոջ հարության եւ մեռելների հարության մասին խոսելով, որ շատ առանձնահատուկ եւ յուրահատուկ է քրիստոնեության։ Առաջին հայացքից մեռելների հարություն սա մի տեսակ ինչ որ հեքիաթային մի բան է։ Ինչ է նշանակում մեռելները հարություն առնեն։ Չէ՞ որ մեռած մարդուն դրեցին գերեզմանը, փակվեց, ամեն բան վերջացավ։ Ինչպես պիտի այդ արդեն փթած մարմնից նորից մարդ մեջտեղ գա, հարություն առնի եւ մարդիկ հաճախ գայթակղում են այս բաների վրայով։ Սակայն սա ամենագլխավոր հավատալիքն է։ Եթե մեկը մեռելների հարության չի հավատում, նա քրիստոնյա չի կարող կոչվել։ Որքան էլ կրոնական արտաքին այդ կեղևի ինքը կերպարանք ունենա, միևնույնն է։ Սա ամենագլխավոր հավատալիքն է քրիստոնեության։ Այո, ուրեմն մեռելների հարությունը իր հիմքը գտնում է, ինչպես գիտենք, Աստծո մեջ։ Աստված ինքը կյանք է, կյանքի աղբյուրն է, կյանք տվողը ինքն է։ Ուրեմն եւ մեզ որպես մարդ արարածը ստեղծեց, մեզ կյանք տվավ, կենթանի հոգի փչեց մեր մեջ։ Եվ թեև մեզ մարմինի պատյանով ծածկեց եւ այդ պատյանը մեղքի ներս մտնելու պերմամբ հետևանքով մեղքի ենթակա եղավ եւ մահը իր վրա որպես պատիժ առավ, բայց մեր ներքին այդ անձ, այդ հոգին կյանք ունի, այդ կյանքը չի վերջանում։ Հոգին փոխանցվում է հավիտենականության, իսկ Տերը այնքան ողորմած է, այնքան գթարած եւ իր ստեղծագործությունը վերականգնելու միտումով այդ նույն հոգին այս անգամ երբ իրեն հավատալով Տեր Հիսուսի միջոցով փրկություն է գտնում, հավիտենական կյանքի մեջ ապրելիք նոր պատյան կտա։ Եվ այդ է հարության բուն խորհուրդը։ Կյանքի տևողականությունը եւ հավիտենականությունը վերականգնված շարունակելու այդ խորհուրդն է։ Այո։ Վայ եղբայր, Սուրբ գրքի մեջ, նոր կտականի մեջ մանավանդ 105 անգամ հարության մասին խոսված է։ Կարդանք առաջի Կորինթացիս 15-րդ գլխից, դա թող մեզ համար որպես այսօրվա նյութի ելակետ հանդիսանա, որտեղ առատ հարության մասին տեղեկատվություն կա։ Կարդանք մեր սիրելի հեռուստադիտողներն էլ թող հետևեն։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 12 համարից մինչև 22-ը միասին կարդանք։ Ինչու՞ չհամեցեք։ Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի, որ մեռելներից հարություն առած է, ինչպես ձեզանից մի քանիսները կասեն, թե մեռելների հարություն չկա։ Այո։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոս էլ հարություն առած չէ, եւ եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզությունը պարապ է եւ ձեր հավատքն էլ պարապ է։ Ճիշտ այդպես։ Եվ մենք էլ Աստծո սուտ վկաները կլնանք, որովհետև Աստծո համար վկայություն տվինք, թե ինք մեռելներին հարուցանեց Քրիստոսը։ Եթե մեռելները հարություն չեն առնել, ուրեմն զանիկա էլ հարություն առած չէ։ Քանզի եթե մեռելները հարություն չեն առել, Քրիստոս էլ հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ձեր հավատքը պարապ է եւ տակավին ձեր մեղքերի մեջ եք։ Նույնպես Քրիստոսով ննջողներն էլ կորցված են։ Եթե միայն այս կյանքի համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք։ Բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մեռելներին հարություն առած է, ննջեցյալների առաջին պտուղը։ Քանզի մարդով եղավ մահը, մարդով ալ մեռելների հարությունը պիտի լինի։ Վասնզի ինչպես Ադամով ամենքը կմեռնի, նույնպես Քրիստոսով ամենքը կենդանի պիտի լինան, ամեն եւ ալելույա։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք որքան հիմնական եւ կարեւոր եւ նախնական դեր ունի հարության խորհուրդը, հարության աստվածաբանությունը, հարության ճշմարտությունը հավատքի քրիստոնեական կյանքի մեջ։ Եթե ասում է հարություն գոյություն չունի, ուրեմն Քրիստոս տակավին մեռած է։ Եվ չարի բուն նպատակը այն էր, որ Քրիստոս մեռներ, վերջանար, գոյությունից դադարեր եւ որևէ ինչ կերպով
մեջտեղից անհայտանար եւ վերջ գտներ։ Որովհետեւ ասում է, եթե Քրիստոս հարություն առած չի, այն ժամանակ ինչ կլինի, մենք դեռ մեր մեղքերի մեջ մնացած ենք։ Հիսուս ասավ, ես եկա, որ մեղավորներին փրկեմ, չէ՞։ Ուրեմն ինչպես կարող էր Հիսուս կյանք տալ, եթե ինքը պիտի մնար մեռած։ Մենք չենք կարող մի բան տալ, երբ որ մենք չունենք։ Շատ պարզ է։ Ուրեմն Քրիստոս ինքը հարություն առնելով նաև իզորու է իր փրկարար զորությունը, թե մեզ մեղքերից հոգևորապես հարություն է տալիս եւ մի օր էլ մարմնավորապես մեզ փառավոր մարմինով հարություն պիտա հավիտենական ապրելով։ Ուրեմն տեսնում ենք, այս բնապան համարների մեջ հարության խորհուրդը շատ խիստ եւ աչքարու հիմնական դեր է խաղում մեր հավատքի մեջ։ Ասում է, եթե Հիսուս հարություն առած չէր, եթե հարություն գոյություն չունենա, մեր հավատքը դատարկ իզուր ժամավաճառություն է։ Ինչի համար ենք այսքան խոսք մաշեցնում, այսքան հոգի տալիս, այսքան ժամ վատնում, այսքան կարողություն, այսքան ավետարանություն, եթե 25, 30, 70, 80 տարուց հետո պիտի դնեն մեզ մի տուփի մեջ եւ պիտի թաղեն, ծածկեն, ծեփեն եւ վերջանանք։ Ինչ օգուտ։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն մեր հուսացած բաները այս երկրավորն են։ Եվ դրա համար ասում է, եթե միայն այս կյանքի համար Քրիստոսին հուսացել ենք, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք։ Շատ ավելի խղճալի է։ Որովհետև եթե մեռելների հարություն չկա, Աստծուն ինչի համար ենք հավատում։ Այս կյանքի մեջ, որ մեզ հաջողություն, առողջություն, նման բաներ տա։ Մտածում, այսինքն այն կոնտեքստ ունի սրա փոխարեն, որ այսինքն ինչի ենք մենք գալիս, որ մեր մեղքերը խոստովանենք։ Կապրենք ինչպես աշխարհի բոլոր մարդիկ են ապրում, առանց որևէ մեկին հաշվետու լինելու։ Ինչի ենք մենք մեզ բերել եւ կաղապարել քրիստոնյայի այդ պատյանի մեջ, եթե մեռելների հարություն չկա։ Եվ ինչու պիտի պայքարել չարի դեմ։ Ինչու պիտի մեղքի դեմ պայքարել։ Ինչու պետք է նեղությամբ Պողոս Արաքյալն ասում է, ես ամեն օր իմ մարմինս տվաճում եմ, ամեն օր պայքարում եմ, մարտնչում եմ իմ մարմնից դեմ։ Ինչու այդքան նեղություն կրել այս աշխարհի օդի իշխանի դեմ, մեղած ճանապարհների դեմ, մարմնի ցանկությունների դեմ, ինչու պայքարել, եթե մեռելների հարություն գոյություն չունի եւ ես պիտի մեռնեմ, պիտի վերջանամ եւ հող պիտի դառնամ եւ այդտեղ պիտի լրանա ամեն բան։ Դա պարզապես որևէ մեկի խելքին չի նստում։ Ուր մնաց, եթե աստվածաբանականորեն պիտի վերլուծենք եւ տարալուծենք եւ հասկանանք հարության բուն խորհուրդը։ Ուրեմն հարության իմաստը, կյանքի իմաստը գտնվում է այդ աստվածաբանական խորհրդի մեջ, թե մեռելները հարություն կառնեն։ Եվ հետաքրքիրն է, որ բոլոր մեռելները հարություն կառնեն։ Այո։ Թե չարերը, թե բարիները, թե քրիստոնյաները, թե ոչ քրիստոնյաները։ Այո։ Կուզեի վայր եղբայր այս մեկ համարի վրա բացատրություն տայր, ինչով է կարևորվում 21 համարը, քանզի մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը պիտի լինի։ Ինչի մարդով պիտի լինի։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք, երբ որ մարդով եղավ մահը, Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ կարդում ենք, որ մեղքը Ադամից մտավ ներս։ Եվ երբ Ադամ եւ Եվան Աստծո տված հրահանգին անազանդ գտնվեցին, այդ մեղքը, այդ անազանդությունը սեպվեց որպես մեղք, անարտարություն, անօրենություն, անպարշտություն, Աստծո դեմ ոտքի ելնել, բռունցք պարզել եւ նրան կասկածել, ստախոսանել եւ այս բոլորը։ Ուրեմն Աստված այդ մեղքը, անազանդությունը իրենից բաժանելու համար մահ առաջացրեց, մահով պատժեց։ Եվ այդ Ադամով եղավ մահը։ Տերն ասաց հողեր դեպի հողը դառնաց։ Ուրեմն Ադամով այդ մեկ մարդը, որով մահը մտավ աշխարհ, Ադամն է։ Մեր նախահայրը։ Իսկ այդտեղ չի վերջանում մեր պատմությունը։ Եվ Փառք Տիրոջ որ չի վերջանում։ Ուրեմն Աստված իր բարեկտությամբ, իր սիրով, ասում է, երբ տակավին դուք հանցանքների մեջ մեռած էիք, իր առատ ողորմությանը եւ շատ սիրույն համար իր որդին գրգեց։ Եվ այդ մարդը, որով եղավ կյանքը, որ Աստված ինք մարդեղության կերպարանքը ստանալով Հիսուսի մարմինով երևաց էջ միածին եղավ մեր մեջ եւ մեր մեջ ապրեց եւ այդ մարդու մարմինը իզոհ դրավ, որպեսզի նրան հավատացողը չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա, այդ մարդը, երկրորդ մարդը, որով հարությունը եւ զորությունը եւ կյանքը եկավ Հիսուսն է։ Ուրեմն սա համեմատում է Ադամով եղած մահը եւ Հիսուսով եղած կյանքը։ Հիմա թերևս ման կարող են ասել, որ
Լավ այդ բաները խոսում եք, բայց դրան հավատալ է պետք չէ։ Պողոս Սարաքյալը Ագրիպաս արքայի արչև որ կանգնած վկայություն էր տալիս ասած. Ինչ չհավատալու բան կա, որ Աստված կարող է մեռելները հարուցանել։ Այն Աստվածը, որ իր խոսքով տիեզերքը կպահի։ Այն Աստվածը, որ հրամանի արավ եւ հողից մարդ առաջացավ։ Այն Աստվածը, որ երկինք ու երկիրը ստեղծեց, չի կարող մեռելները հարուցանել։ Աստված ամենակարող է, նայեցեք, նրանք, որոնք հարության խորհրդի հետ պայքար ունեն եւ չեն կարողանում հավատալ, նրանք իրապես Աստծուն չեն հավատում։ Ոչ թե հարության չեն հավատում։ Իրենց Աստվածը շատ փոքրատար այով գրված Աստվածը, եթե ունեն այդպիսի մի բան։ Իրենց Աստվածը կամ իրենց խիղճն է, կամ իրենց հասկացողությունն է, կամ մի արձան է, կամ կեղևապաշտություն է, կամ այսպես մարդկային ավանդապաշտություն է, օրինապաշտություն է եւ այլ։ Իրական կենտանի Աստվածը, արարիչը ամենակարող է։ Ամեն բան կարող է, նա որ ոչինչից բոլոր տիեզերքը իգո բերավ։ Այո։ Չի կարող մեռած մարդուն հարություն տալ։ Անշուշտ կարող է։ Դրան չհավատալը Աստծուն չհավատալ է։ Աստծո արարքը եւ նկարագիրը եւ գործը նույնն են եւ իրար հետ համերաշխ են եւ իրար լրացուցիչ են։ Ուրեմն եթե մենք Աստծո արարքը չկարողանանք հավատալ կամ նրան կասկածենք, բուն իրականության մեջ Աստծո էության ենք կասկածում եւ Աստվածահավատ չենք։ Պիտի պարզենք մենք մեզ հետ։ Շատ ճիշտ է։ Տեր Հիսուսի երկրավոր կյանքի մեջ օրինակներ թողեց մեզ։ Այո։ Օրինակ, Հայրոսի երիտասարդ աղջիկը մահացած էր։ Այո։ Եվ Տերը խղճած գնաց իր աշակերտներից ոմանք իր հետ էին եւ ասաց. «Տալիթա կումի, աղջիկ ելիր»։ Եվ այդ մեռած աղջիկը կենդանացավ։ Ամենը զարմացան։ Այո։ Ուրիշ մեկ դեպք ենք տեսնում մի ընտանիքի, որ Տեր Հիսուս շատ էր սիրում։ Ղազարոսի, Մարթան, Մարիամի ընտանիքը։ Եվ իմացավ, որ իր բարեկամ Ղազարոսը մեռավ։ Եվ երբ որ գնաց քույրերը ասեցին, որ Երանի այստեղ լիներ, մեր եղբայրը չէր մեռնի։ Ասաց, ձեր եղբայրը ողջ է։ Եվ երբ որ գերեզման գնացին, բոլորը սգում էին, ողբում էին, Տեր Հիսուս ինքն էլ լացեց։ Մարդկանց անհավատության վրա լացեց։ Եվ հրաման արավ, ասաց. «Ղազարոս, դուրս ելիր»։ Եվ կապանքներով փաթաթված Ղազարոսը դուրս ելավ։ Այսինքն 4 օրվա մեռելը, որ արդեն փտած, հոտած պիտի լիներ, վերակենդանացավ, դուրս ելավ։ Այո։ Եվ մեկ ուրիշ պարագային Նայնի որբևարի կնոջ զավակը, որ մեռած էր, Տերը խղճաց նրա վրա եւ նորից հարություն տվեց։ Ինչի համար այս ամեն բաները գրվեցին, որpիսի մենք հարության վրա հաստատուն, հավատալիք եւ հույս ունենանք, իմանանք, որ հարությունը ճշմարիտ է, իրական է։ Այո։ Հետաքրքիր է, ես շատ եմ սիրում այդ Հայրոսի աղջկա պատմությունը, որովհետեւ երբ որ Տերը մտավ եւ ասում է թե այնտեղ մանուկը պարկած էր, Աստծո խոսքը լրացուցիչ է, այդ կոնտեքստը, այդ ենթահողը մեզ տալիս է, որպեսզի մենք կարողանանք մտնենք այդ խոսքի իրականության ճշմարտության մեջ եւ հավատք է առաջացնում մեր մեջ։ Գիտեք, եւ Տերն ասավ, այնտեղ մտավ, ասավ, մեռած չէ, բայց միայն թե քնում է։ Քնած է։ Տերոջ համար, Աստծո համար մահ գոյություն չունի, ինքը անմահություն է։ Կյանք տվողը ինքն է, կյանք առնողն էլ ինքն է։ Եվ դրա համար, երբ որ մտավ, ասում է թե մանուկի ձեռքիցը բռնեց եւ նրան ասաց ինչ, տալիթա կումի։ Կումի բառը իր բնագրի մեջ, կումի, որ պարսկերեն նույն բառն է, արաբերենը նույն բառն է, ղիամ, ղիամատ, այսինքն հարություն։ Աղջկան ձեռքը բռնեց, ասավ կումի, այսինքն հարություն ար։ Նույն բառն է։ Ուրեմն մենք հարության խորհուրդը շատ պարզ, շատ հաստատուն եւ շատ վստահ կերպով Աստծո խոսքի մեջ վստահ գրված ունենք մեր առջևը որպես մեր հավատքի հիմնակարը եւ նրան հավատացողը Աստծուն է հավատում չհավատացողը Աստծո վրա է կասկած Փարիսեցիները եկան եւ Տեր Հիսուսին միշտ հարցադումներով ուզում էին նեղ վիճակի մեջ դնել ինչպես այս դրամի պարագային թե ինչ պատասխան պիտի տա ասեցին վարդապետ ինչ նշան ցույց կտաս որպեսզի քեզ հավատան։ Ուրեմն Տեր Հիսուս այդքան անհաշիվ հրաշքները կատարել էր, այդքան բժշկություններ եւ տեսել էին ու իրենք գիտեին այդ բաները, նորից եկան ասեցին ինչ նշան ցույց կտաս։ Եվ
Տեր ասաց այս չար ու շնացող ազգին ուրիշ նշան չպիտի տրվի, այլ միայն Հովնան Մարթայի նշանը։ Ինչպես Հովնան 3 օր եւ 3 գիշեր կետ ձուկի փորի մեջ մնաց, այնպես որդին մարդու 3 օր եւ 3 գիշեր պիտի երկրի գետնի մեջ մնա, այսինքն այդ նշանը, որ դուք առնեք, հարությունը պիտի տեսնեք։ Այսինքն ուրիշ նշան ձեզ չեն տալիս։ Այդքան բաները լսելուց հետո նորից գալիս եք եւ նշան եք ուզում։ Այդպես էլ այսօր շատերը տեղյակ լինելով, իմանալով Աստվածաշնչյան շատ ճշմարտությունների, նորից իրենց համար դա կասկածելի մի բան է, անընդունելի մի բան է, ինչպես հարություն կառնեն, որովհետև իրենց իմացածը միայն երկրավոր, տեսանելի բաներն են։ Well, եթե մենք մեր հոգևոր հասկացողությունը պիտի հիմնենք մեր մարմնավոր մտքին, եթե մեր հոգևոր իմացականությունը պիտի հասկանանք մեր սահմանափակ մարմնավոր հասկացողությամբ, այն ժամանակ Աստծո խոսքի պետք չունենանք։ Այո։ Եվ որովհետև չենք կարող հասկանալ մեր զգացումներով, մեր մտքով, մեր բնածին կարողություններով, Աստծո խոսքը մեզ բացում է այն ճշմարտությունները, որոնցով մենք թափանցում ենք աստվածաբանական եւ աստվածային գերբնական տարրերի մեջ եւ այնտեղ մենք տեսնում ենք Աստծո հրաշքը, Տիրոջ կատարած գերբնական, գերմարտկային արարքները, որով մենք կարողանում ենք այդ էակին տեսնել որպես Աստված։ Եթե այդ էակին մենք չպիտի կարողանանք տեսնել որպես գերբնական, որպես գերմարտկային, այն ժամանակ այդ էակը չի կարող լինել Աստված։ Ուրեմն Աստված լինելով նա ամեն բանի կարող է եւ հարությունը նրա արարքների գլխավոր կյանք տվող մերելներից հարություն տալը նրա գլխավոր արարքներից մեկն է։ Նայեցեք, ասում է թե Քրիստոս 22-րդ համարի մեջ Վասնզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, նույնպես էլ Քրիստոսով ամենը կենդանի պիտի լինեն։ Եղբայր, երբ Աստծո խոսքն ասում է թե Քրիստոսով ամենը կենդանի պիտի լինեն, դա նշանակում է հենց այդ։ Այո, Քրիստոս ընդունողները հարություն պիտի առնեն հավիտենական կյանքի համար։ Այո։ Ուրեմն Աստված կարող է հարություն տալ եւ հարությունը սիրելիներ գոյություն ունի։ Մենք կարող ենք Աստծո զորությունն է։ Այո, մենք կարող ենք մեր գլուխը դնել ավազների մեջ եւ ասել արև չկա։ Բայց արդյոք արևը կանգնում է գոյություն ունենալուց։ Դա կախված չէ մեր վիճակից։ Ոչ, երբևիցե։ Աստծո խոսքը մեզ շատ պարզ, շատ հստակ, շատ ցցուն կերպով սովորեցնում է թե Աստված հարություն կտա եւ հարություն գոյություն Հիսուս հարություն առավ եւ քիչ վերջ եթե ժամանակ ունենանք կարող ենք մի քանի օրինակներով տեսնել թե ինչպես Քրիստոսի հարությունը փաստալի է։ Այո։ Ուրեմն Ղազարոսի գերեզմանի մոտ երբ որ Տեր Հիսուս ասաց որ ձեր եղբայրը հարություն պիտի առնի, քույրերը ասեցին որ Ղազարոսի, գիտենք որ վերջին օրը հարություն պիտի առնի։ Տերը ասաց. ես եմ հարությունը եւ կյանքը։ Նա որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Եվ նա որ ինձ կհավատա ու կենդանի է, հավիտյան չպիտի մեռնի, այստեղ էլ հափշտակության խորհուրդը որ տեսնում ենք, շատ սքանչելի է։ Ուրեմն Տեր Հիսուս ինքն է հարությունը։ Մեկը եթե Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ունի, ինքը հավիտենական կյանքի համար հարություն պիտի առնի։ Հիմա հենց կարող ենք անցնել վկայություններին, թե ինչ վկայություններ Սուրբ Գիրքը տվեց մեզ Տեր Հիսուսի մեռելներից հարություն առնելուց հետո։ Well, առաջին անգամ այսինքն ամենացածունը իմ մտքիս մեջ գերեզմանի դուրսը կանգնած Մարիամը տեսնում ենք որ այդ կիրակի առավոտ, միաշաբթի առավոտ, որ Տերը հարություն էր առել, Մարիամը եւ մյուսները այդ դրա նախորյակին այդքան ժամանակ չունեցան ըստ իրենց հրեական ավանդության սովորությունների համաձայն պետք եղած պատշաճ արարողությունները կատարեն Հիսուսի թաղման համար։ Շատ աճապարանոք վրազ կերպով ինչ արիցին, փաթաթեցին եւ վարշամակը եւ այլն եւ զետեղեցին նրա մարմինը այդ գերեզմանի մեջ եւ քարը գլորեցին եւ այդպիսով պետք եղած մինիմումը այսինքն ամենանվազագույնը կարողացան հասցնել, որտեղ ժամանակը վերջանում էր։ Եվ տեսնում եք Մարիամը գալիս է գերեզմանի առջև, որպեսզի տեսնի արդյոք ուրիշ բան կար անելու, միգուցե հանկարծ մի բան պակաս է։ Անշահոտ յուղերով։ Յուղեր պիտի բերեին, պիտի խնկարկեին, պիտի իրենց ավանդությունները շարունակեին, միգուցե պիտի ողբային, ավելի լայն եւ այլն, ինչ որ այսօր վերջ տեսնում ենք գերեզմանոցների մեջ միշտ անում են այդպես։ Եվ Մարիամի առջև բացվեց մի հիմնական
իրողություն, որ բոլոր այս Մարիամի հավատամքը, նրա բոլոր մտային աշխարհը, հոգեկան աշխարհը տակն ու վրա արավ։ Նախ եւ առաջ ասում եմ, որ տեսավ, որ գերեզմանի քարը ինչ էր, Մեկտի էր գլորված էր։ Եվ ոչ թե ուրիշներ գլորեցին, ինք արդեն գլորված էր։ Բայց հետաքրքիր է, որ դա կնքված էր, որովհետև հրեաները գնացել են Եվ հռոմեացիները ասել զինվորներ են, չլինի որ աշակերտները մարմինը գողանա ու հետո ասեն, որ հարություն է առել։ Ուրեմն իրենք կնքել էին, պահակներ էին դրել Այո։ եւ շատ քիչ հավանականությամբ 2-3 աշակերտներ կամ նույնիսկ եթե 12-ն էլ կային, Անկարելի էր այդ։ առանց զրահի այդպիսի զինվորների դեմ պայքարել, քարը գլորել եւ մարմինը գողանալ եւ ասել թե ստից հարություն առավ։ Այդ անկարելիություն էր։ Ուրեմն երբ որ Մարիամը տեսավ քարը գլորված եւ ինքը շվարած, ինքը տակավին այդ մարմնավոր մտքի մեջ խորհուրդների մեջ տարուբերված ասավ որ բա ինչ եղավ իմ Տերս վերցրել են չեմ իմանում թե որտեղ են դրել տես դեռ մտածում եմ մարդկային կերպով Որ մարմինը պիտի գտնի։ այո դեռ հարության խորհուրդը չի կարողացել մարսել բայց կարդում ենք որ Հիսուս դուրս կանգնել էր եւ իրեն այդ ծանոթ ձայնով կանչեց Մարիամ Անմիջապես Մարիամը զգաց իր հոգի մեջ, որ այս կանչը ծանոթ կանչ էր, նույն կանչն էր, որ իրեն երբ հոգևոր կյանք տվավ, երբ իր մեղքերից ազատեց, երբ իր մեղքերը լվաց, այդ նույն ձայնն էր, նույն տոնն էր, նույն գութն էր, նույն սերն էր, նույն հղումն էր իրեն, անդրադարձավ այդ հոգևոր էության իրականության, որ իմ Տերս հարություն է արել։ Ուրեմն այդ հոգևոր Հիսուսի ասածները միանգամից տեղ նստեց Մարիամի մեջ։ Այո Եվ այդ մեծ փաստ է, որ Հիսուս հարություն արավ։ Երկրորդ բանը, որ ինձ համար շատ հետաքրքիր է, Հիսուս գերեզմանից դուրս գալու համար քարը գլորելու պետք չուներ։ Գերեզմանի քարը գլորվեց, որպեսզի անհավատները կան նայեն։ Այսօրվա նման հարության չհավատացողները տեսնեն, դուրսից եկողները տեսնեն, որ իրավ Հիսուսի քարը գլորված է եւ Հիսուսի մարմինը այնտեղ չէ։ Միջև այսօր այդ գերեզմանը դատարկ է։ Այո։ Բայց շատ կրոնական առաջնորդների գերեզմանները լեցուն են ոսկորներով եւ դատաստանի սպասումով։ Այո։ Ուրիշ դեպքեր տեղ ունեցան։ Անշուշտ։ Մասնավոր ասենք, Էմաուսի ճանապարհով։ Այո։ Աշակերտները քայլում էին։ Ուր եք գնում։ Ձեզ ասած ինքը հրամայեց, ինքը այսինքն ձեզ ասած, որ որևէ տեղ մի գնացեք, ուր եք գնում։ Եվ իրենք քայլում են, Էմաուս են գնում։ Ասենք 7 մղոն հեռավորության մի ճանապարհ են գնում, եւ Տեր Հիսուս իրենց ընկերացավ ու չճանաչեցին։ Ասաց ինչու եք տագնապած այսպես ասած։ Դու չգիտես, դու Երուսաղեմացի չես, չգիտես ինչեր տեղի ունեցավ։ Հիսուս մարգարեն բոլորի կողմից ընդունված, որ ինչպես հռոմեացիները խաչը հանեցին եւ այլն, սակայն Հիսուսի ամբողջ նպատակը նրանց հայտնվելն էր, որ ցույց տար, որ ես մեռելներից հարություն ունեմ։ Եվ երբ որ գնացին այն տեղը, որտեղ պիտի գնային, Հիսուս ընկերացավ, իրենց հետ մնաց, իրենք ճանաչեցին, իրենք հասկացան, այն ժամանակ անհետացավ իրենցից։ Այո։ Ինձ շատ ազդողը այս փաստերից մեկը Թոմասի պատմությունն է։ Այդ հարության կիրակին եւ հաջորդ շաբաթը, հաջորդ կիրակին, երբ որ հավաքվում են վերնատան մեջ։ Եվ Թոմասը առաջին անգամ այդ հարությունից անմիջապես հետո այնտեղ չէր, երբ Տերը հայտնվեց փակված սենյակի մեջ, իր փառավորյալ մարմինով հարություն առած այդ աներծանելի մարմինով հայտնվեց եւ իր ծակված ձեռքերը կողը ցույց տվավ, բայց Թոմաս ներկա չէր։ Եվ Թոմաս փախցրեց, կորցրեց այդ առիթը։ Թոմասը իր անհավատության այդ երկմտության մեջ ընկրկած, տակն ու վրա եղած, իր Տերը խաչված, մեռած, գերեզմանի մեջ թաղված, հիմա ասում են թե հարություն առավ, չէր կարողանում տեղ դնել։ Եվ խեղճ մարդը 8 օր տակն ու վրա վիճակի մեջ իր կյանքը անցկացրեց։ Եվ Տեր Հիսուս մասնավոր Թոմասի համար երկրորդ անգամ հայտնվեց։ Այո։ Եվ ասաց Թոմասին ասաց Բեր, որտեղ Թոմասն ասել էր. «Մինչև ձեռքս չդնեմ այն խոցված կողի մեջ, անկարելի է, ես չեմ հավատում»։ Դուք ինչ ուզում եք ասել։ Այսօր էլ կան շատ Թոմասներ, որ ուզում են տեսնեն։ Ուզում են աչքով տեսնեն, ուզում են իրենց ձեռքով շոշափեն, ուզում են իրենց մարդկային հասկացողությամբ Տեր Հիսուսի հարուցյալ խորհուրդը ըմբռնեն եւ յուրացնեն, բայց սիրելի հայրենակից, Տեր Հիսուս քեզ այնքան է սիրում, այնքան է քեզ
գտում, այնքան է քեզ ողորմում, որ նույնիսկ եթե դու 8 օրեր, 8 տարիներ, 80 տարիներ էլ խարխափես անհավատության մեջ, կասկածների մեջ, դակավին Տերը պատրաստ է ինքնին քեզ հայտնելու, որպեսզի դու այնտեղ տեսնես, որ այդպես անհավատ չլինես։ Տերն ասաց Թոմասի, ասաց, երբ որ երկրորդ անգամ հայտնվեց եւ Թոմասին կանչել էին, Թոմասին ասաց. «Եկ, բեր մատը դիր իմ բևեռներից վերքերի տեղն է, բեր ձեռքը դիր իմ կողքս եւ ինչ մի լինել անհավատ, այլ եղիր հավատացյալ»։ Այս է կոչը մեր ժողովրդին. մի լինեք անհավատ, այլ հավատացյալ։ Եվ չենք կարդում, որ Թոմասը գնաց եւ իրապես մատը դրավ։ Ոչ, արդեն պետք չուներ։ Այո։ Հիսուս իրեն կանչեց, հավատաց եւ այդ հավատքի հիման վրա այդ հարության գաղափարը նստավ, ընդունելի եղավ Թոմասին եւ Տերն ինչ ասավ իրեն, ասավ, որովհետեւ դու տեսար հավատացիր, երանի նրանց, որ չեն տեսնում եւ հավատում են։ Վայ եղբայր, ովքեր որ հավատում են, նրանց փաստեր պետք չեն։ Աշուշտ։ Բայց նրանք ովքեր որ չեն հավատում, փաստերը բավարար չեն։ Այո։ Որքան կուզես փաստերը բեր, բա ինչուները չի Շատ վերջանում։ են, այո։ Հետաքրքիր է, ոմանք ասում են, որ դե աշակերտները, քանի որ Հիսուս իրենց համար սիրելի էր, այս բաները գրեցին, էլի։ Լավ, Հիսուս իրենց համար սիրելի էր, այս բաները գրեցին։ Պողոս Առաքյալը այդ ժամանակ թշնամի էր։ Այո։ Ինքը հալածում էր քրիստոնյաներին Այո։ եւ թղթեր էր առնում, միջև Դամասկոս էր ասում, գնում էր այնտեղից կապված բերում էր, որպեսզի մահվան դատապարտեն այդ քրիստոնյաներին, ովքեր որ հանդգնում էին ասելու, որ Հիսուս մեռելներից հարություն է առած։ Բայց Դամասկոսի ճանապարհին մի փառահեղ դեպք տեղի ունեցավ, երբ որ Հիսուս հայտնվեց նրան ասելով, որ Սողոս, խթանի դեմ դու չես կարող հարվածել, այսինքն դու այդ կարողությունը չունես, եւ ասում է ես այդ երկնային երևույթին աննազան չգտնվեցի։ Եվ Պողոսը դարձավ այն մեծագույններից մեկը, որ Քրիստոսի հարության վրայով խոսած Ահավասիկ Կորինթացիս թուղթը իր գրած թղթերից մեկը, եւ Պողոս որպես նախկին թշնամին այժմ այդ հարության ջատագով է եղավ, որպեսզի մարդիկ էլ հավատան, որ իրապես Հիսուս ճշմարտապես մեռելներից հարություն առավ։ Գիտես, այդ խթանի օրինակը շատ ցցուն եւ պատկերազարդ օրինակ է։ Խթանը մեղ է, սուր մեղ է, բիզ է, այո։ Եվ այդ խթանը ընդհանրապես գործընացում, ես փոքր ժամանակ գյուղ գնացել եմ եւ տեսել եմ, գործընացում կալի մեջ ցորենը հարթից բաժանելու ժամանակ երկու եզ են լցում եւ հայերեն ասում ենք չամ։ Չամի վրա նստեցնում էին երկու անձեր կամ երբեմն երեխաներ եւ այդ կալի վրա կլոր, այսպես դանակներով սայլի պես քշում էին։ Եվ երբեմն եզներ ուզում էին այդ կալից դուրս գնալ, բայց խթան կար։ Եվ այդ խթանը սուր էր, ուրեմն եթե իրենց ոտը կից զարնեին կամ եթե դուրս գնային, խթանը իրենց բզում էր, ծակում էր եւ երբեմն էլ ցավեցնում, արյունոտում էր, դրանց նորից ետ էր բերում ճանապարհի վրա։ Այնքան էին այդ խթանին քացի տալիս, որ մի ժամանակից հետո վարժում էին քացի չտալ, նախընտրում էին ճանապարհը քայլել, քան թե խթանին քացի տալ։ Խթանի պատկերը այս է. շատ սուր է, շատ հստակ է, շատ կայուն է եւ նույնպես հարության գաղափարը, խորհուրդը, իմաստը, սուր է, իրականություն է, եւ ցցուն է, եւ կայուն է, եւ այդ սուր, կայուն, հստակ, հաստատ ճշմարտության դեմ կից զարկելը մեզ է վնասում։ Այո։ Դրա համար ասած որ դժվար է քեզ խթանի դեմ կացի տալ, որովհետեւ խթանի դեմ դու չես կարող կից զարկես։ Պիտի վնասվես եւ խթանը միշտ կհաղթի։ Հետաքրքիր է, որ Տեր Հիսուս ուրիշ իրավիճակներում եւս հայտնվեց։ Երբ որ ասենք Պետրոս ասաց, ես գնում եմ ծուկ որսանու, իր հետ մի քանիսներին էլ առած, Հիսուս հայտնվեց ծովափին եւ նրանք երբ որ տեսան, ասացին, որ Տերն է եւ Պետրոսը անմիջապես վերարկուն վրան առնելով չսպասեց, որ նավակը մոտենա։ Ինքը թռավ, որ առաջինը հասնի, եկան տեսան կրակ վառած եւ վրան ծուկ եւ հաց դրված եւ Տերը իրենց էր սպասում։ Այնտեղ եւ ուրիշ շատ դեպքեր էլ կան, որ ականատես եղան 40 օրեր։ Հիսուս երկրի վրա քայլեց, իր աշակերտներին հայտնվեց, որպիսի
այդ մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսը վկայվի տարբեր իրավիճակների մեջ եւ ի վերջո 500 հոգիների ներկայությամբ կամած այսպես համբարձվեց երկինք եւ ասաց, որ նորից պիտի գա։ Այո։ Նորից Աստծոյինը երևացավ այդ լսելի դարձավ, թե այս Հիսուսը, որ ինչպես որ գնաց, այնպես էլ պիտի գա։ Եթե մեռած է, ինչպես պիտի գա։ Այո, այո։ Հետաքրքիր ես մի վկայություն գտա Ժոզեֆոս։ Այո։ Հերյա պատմագիր եղած եւ առաջի դարի ամենահայտնի պատմագիրն եղած իր գիրքն է սա։ Այո։ Josephus The Essential Writings, այսինքն կարևոր գրություններ, հետաքրքիր է։ Այն ժամանակվա բոլոր, ասենք, հռոմեացի կայսերների կամ ասենք տարբեր գավառներում եղած նրանց դրված, այսինքն դրածոների մասին գրելուց, ինչ իրադարձություններ տեղի ունեցան առաջի դարում, նաև գրում է Հիսուսի մասին։ Ինքը հրյա է եւ քրիստոնյա չէ։ Եվ հետեւյալ վկայություն ունի։ Այս ժամանակների մեջ ապրեց իմաստուն մեկը Հիսուս անունով, որ գերբնական գործեր արեց։ Ճշմարտություն ընդունողներու համար ուսուցիչ եղավ։ Նա շահեց շատ հрьяաների ու հույների։ Ի նկատի ունի, որ քրիստոնյա դարձան։ Նա էր Մեսիան։ Սա ցնցիչ է։ Ինքը հрья է։ Եվ այն ժամանակ Հրեաստանում տարածված էր, որ Նազորեցու աղանդը եւ հալածում էին այդպիսիներին։ Նա էր Մեսիան։ Սա նշանակում է, որ ես ինքս ընդունում եմ, որ նա Մեսիան է։ Երբ մեծամեսները բռնեցին նրան եւ Պիղատոսը խաչելության մատնեց, նրանք, որ իրեն սիրեցին, չլքեցին նրան։ Եվ Հիսուսը հայտնվեց նրանց երրորդ օրը կենթանի, ինչպես Աստծո մարգարեները նախաձայնել էին, եւ նաեւ Հիսուս անհաշիվ սքանչելիքներ կատարեց երկրի վրա, որոնք գրքերի մեջ գրված են։ Սա մի ցնցող, այո, ցնցող, այսինքն վկայություն է, որ եթե քրիստոնյաները գրել են այս գիրքը, սա էլ հրյա մեկն է, պատմագիր, որ ավելի պիտի մերժեր նման բանը, քան թե հաստատել։ Անշուշտ Տերոջը հարությունը հստակ է մեզ համար, թեև աշխարհային եւ պատմական աղբյուրները երկրորդական գետնի վրա ցայնակցում են այն ինչ որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է։ Իսկ հարության նորից յետ գալով նրանք, որոնք փաստեր են պահանջում, ամենամեծ փաստը մեր հավատքն է։ Այո։ Իսկ եթե ուզում ենք մարմնավոր մարդկային փաստեր, կան գրություններ, պատմական գրություններ։ Իդեպ վայ եղբայր, ներողություն, այս մեջ բերում է որ կատարեցի։ Սա միայն մեկն է այն 17 գրություններից, որ ուրիշ պատմաբաններ են հույն եւ հռոմեացի գրել են այս մասին, այդ ժամանակվա, այսինքն որպես ականատեսներ, ժամանակի բերումով նույն ժամանակի մեջ են ապրել եւ լսել են նրա մասին ու գրել են եւ սրանք քրիստոնյաներ չեն։ Ես սա փաստում է այն իրականությունը, պատմությունը նեցուկ է կանգնում, փաստում է, այսինքն ցայնակցում է ավելի ճիշտ Աստծո խոսքին, այն ինչ որ կարդում ենք Տերոջ խոսքի մեջ։ Ուրեմն Տերոջ հարությունը հստակ է, թե ծովափի վրա երևեցավ, թե Էմաուսի ճամփին աշակերտներին երևեցավ, թե Մարիամին երևեցավ, 500-ից ավելի աշակերտներին երևեցավ, Թոմասին երևեցավ եւ այլն։ Սրանք այդ 40 օրերի մեջ եղած Տիրոջ հայտնություններ են, որպեսզի մարդիկ այն օրերը հավատացյալներ հստակ իմանան, իրենց աչքով տեսնեն, իրենց մորթի փորձառության վրա իմանան, թե Տերը այն Հիսուսը, որ իրենց հետ քայլեց 3.5 տարի հրաշքներ արավ, կույրեր կաղեր բժշկեց, նույն Հիսուսն է, որով խաչեցին, ինքն ասավ, այս տաճարը կքանդենք եւ երրորդ օրվա նորեն կառուցանեմ, նորեն կառուցանվեց։ Հрьяաները, տաճարի մարդիկները կարծում էին, թե քարե տաճարի մասին էր խոսում Հիսուս։ Ասում են, ո՞նց կարելի է տարիներով, 10 տարիներով 46 տարի սարքեցին։ Ինչպես կարելի է 3 օրվա մեջ քանդես նորից։ Անհնար բան է, բայց Հիսուս խոսում էր իր մարմնավոր հարության մասին, որ քանդեց եւ նորից սարքվեց։ Եվ այս անգամ փառավորյալ մարմին առած, ինչպես կարող է փակ դռների միջից այդ հարուցյալ մարմինը մտնի ներս, եթե աստվածային, գերբնական, փառավորյալ հարուցյալ մարմին չի։ Մեկ համար բերեմ վայ եղբայր առաջ Կորինթացիս 6-րդ գլխից։ Այո։ Եվ 14 համարը։ Եվ Աստված որ Տեր Հիսուսին հարուցանեց, մեզ էլ պիտի հարուցանի։ Ամեն։ Ուրեմն Հիսուս հարության առաջի պտուղ եղավ։ Առաջնեկը եղավ։ Այո։
ինքը եւ իրեն հավատացողներն էլ ինչպես խոստացավ, նրանք էլ հարություն պիտի առնեն։ Սակայն հարցումը գալիս է այստեղ. ինչպես հարություն պիտի առնեն։ Ինչ մարմնով հարություն պիտի առնեն։ Դրա համար շարունակենք առաջի Կորինթացիս 15-րդ գլխից մի քանի համարներ կարդանք եւ բացատրություն տանք։ Ուրեմն առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 35 համարից սերունդներ։ Բայց պիտի ասի մեկը, ինչպես մեռելները հարություն կառնեն կամ ինչ մարմնով կգան։ Եվ ապա շատ խիստ խոսք է ասում։ Անմիտ, այն որ դու կսերմանես, եթե չմեռնի, չի կենթանանա։ Զայն որ կսերմանես, ոչ թե այն մարմինը, որ պիտի բուսնի կսերմանես, հապա մերկ հատը սորենի վրա եւ թե ուրիշ սերմի։ Եվ Աստված անոր մարմին կուտա, ինչպես կուզե, եւ ամեն մարմին սերմին իր հատուկ մարմինը։ Այսքանը բացատրություն ունեմ։ Շատ լավ։ Ուրեմն հարցումը այս է, թե պիտի ասեն մարդիկ, թե ինչպես կարելի է մարմինը, որ մեռնում է, հյուծվում է, տարալուծվում է։ Հիմա ասենք, թե հարություն կա։ Ոնց պիտի հարություն առնի մեկը, ինչ մարմինով պիտի երևա։ Ուրեմն պատասխանը նախ եւ առաջ Աստծո խոսքը մեզ այդ հարցման առջև դատապարտում է։ Այդպիսի հարցում հարցնողը ցուցադրում է իր չգիտենալը, իր անտեղյակ լինելը հոգևոր եւ մարմնավոր աշխարհներից։ Դրա համար Աստծո խոսքը շատ սուր խոսքով մեզ դատապարտում, ասելով մեզ անմիտ։ Անմիտ հայանքի համար չի ասվում, այլ որպես մեզ նշելու, թե դուք տեղյակ չեք, անտեղյակներ, չգիտողներ։ Ինչպես գրված է, տգետ չլինենք ննջեցյալների վրա։ Տգետ չլինենք, այսինքն, որ չիմանանք, չիմացող չլինենք, իմացականություն շահենք այստեղ։ Ուրեմն ինչ է սա գիտությունը, որ Տերը մեզ տալիս է։ Նա, որ դու սերմանում ես, եթե չմեռնի, չի կարող կենդանանալ։ Նորից Տերը իր խոսքի մեջ մեզ տանում է բնության մեջ դրած իր աստվածային գաղտնիքը, որ եթե մենք ուզում ենք ցորեն հնձել, պետք է ցորենի հատիկը ինչ անենք, սերմենք, եւ այդ մի ցորենի հատիկը իր գոյությամբ, որ մտնում է հողի մեջ, ինչ է լինում, փթում է, կոտրվում է, տարալուծվում է, իր էական գոյությունը կորցնում է։ Ինչու՞, որովհետեւ իր մեջ եղող այդ սերմի գենետիկ այդ կյանքը իր մահով է առաջ գալիս։ Այնտեղ ինքը թեև տարալուծվում է, բայց նրանից հարաճ եկածը բազմապատկվում է հավելյալ իր պես կյանքով։ Ուրեմն սա բնության մեջ եղող վարուցանքը նույնիսկ փաստում է հարության խորհուրդը։ Մեր արջևը իմացականության է բերում։ Ուրեմն այն որ սերմում ենք, ինչ է լինում, մեռնում է եւ կյանք է տալիս եւ Աստված նրան ինչ է տալիս, մարմին է տալիս։ Նոր մարմին, այո։ Ինչպես որ ինքն ուզում է։ Այսինքն հինը կորցվեց, այսինքն վերջացավ, բայց փոխարենը Աստված նորը տվեց։ Եվ հետաքրքրականը այս է, որ ամեն մեկ սերմին իր հատուկ մարմին։ Երբ որ մենք հավատքով ենք մեռնում, հավատացած, փրկված մեռնում ենք, Աստված մեզ մեր ըստացած այս շնորհքի հիման վրա հավատքի կյանք է տալիս։ Հիսուս ասաց. ես եկա որ կյանք ունենաք եւ ինչ ունենաք, ել ավելին կամ առավել ունենաք։ Այս երկու կյանքերը իրարու համընթաց են, իրարու բռնող են, իրարու հակասական չեն։ Մեկը չի կարող մեղավոր հոգևոր մեղքի մեջ մեռած հոգիով մեռնել եւ ակնկալել, որ երկնքի թակավորության արժանի կլինի, երբ որ հարություն կա։ Իր տեսակին պես։ Ուրեմն այս տեսակի եսը կարևոր է։ Աստված, երբ որ մեր հողեղեն մարմնին պատժեց, որ դեպի հողը դառնանք, այս հողեղեն մարմնի ընթացքին, երբ որ ապրում ենք, երբ որ փրկվում ենք Տեր Հիսուսի միջոցով, այդ նույն Տեր Հիսուսի միջոցով եղած մեր փրկությունը մենք ստանում ենք հոգևոր առումով, երբ որ հարություն առնենք անեղծանելի մարմինով հավիտենականության մեջ։ Շարունակենք։ Այո։ Ամեն մարմին մեկ նույնը չէ, այսինքն։ Մարդկանց մարմին ուրիշ է, անասուններինը ուրիշ, ձկներինը ուրիշ, թռչուններինը ուրիշ։ Այո։ Աստված սքանչելի ձևով ամեն մեկին իր միջավայրի համար մարմին է տված։ Իմիջայլոց ասենք, որ սա հերքում է բարելավման, բարեշրջման բոլոր այդ թեորին, ստեղծագործությամբ եղավ ամեն բան։ Այո։ Երկնավոր մարմիններ կան, երկրավոր էլ կան։
Բայց երկնավորների փառք ուրիշ է, երկնավորներին ուրիշ։ Արևի փառք ուրիշ է, լուսնի փառք ուրիշ, աստղերի փառք ուրիշ, եւ մեկ աստղը մյուս աստղեն տարբեր է փառքով։ Այսպես էլ մեռելների հարությունը։ Մարմինը ապականությունով կսերմանվի, առանց ապականության հարություն կառնի։ Անարգությունով կսերմանվի, փառքով հարություն կառնի, տկարությունով կսերմանվի, զորությունով հարություն կառնի։ Այսքանի մասին խոսենք։ Բաղթատական եւ համադրական վիճակ է ստեղծում այս համարների մեջ, մարմնավոր մարմնի, հոգեղեն մարմնի եւ փառավորյալ հոգեղեն մարմնի։ Ուրեմն ասում է թե մարմնավոր մարմինը, որ մենք ստանում ենք, ապականությունով է սերմանվում։ Ապականություն, այսինքն եթե դու եղբայր, այո, թե մեղք հոգևոր եւ թե ֆիզիկապես, մեր մեջ արյուն է շրջում։ Եվ դրա համար եթե արյուն է շրջում, մենք պետք ունենք արյան մաքրության, լիարդ ունենք, Աստված մեր մեջ գործարաններ է դրել, որ այս ապականությունը 24 ժամ մաքրվում է անընդհատ կերպով, եւ եթե դա չաշխատի, մենք ապականությամբ կմեռնենք, կպղծվենք, մեր ֆիզիկական մարմինը կթունավորվի եւ կմեռնի։ Դրա համար թույն խմել, ալկոհոլ խմել, նյութեր առնելը վտանգավոր է մեզ, ապականությունը արագացնում է։ Ուրեմն ապականությունով սերմանվում է, ապականությունը երբ որ մեռնում է, անապականությունով հարություն առնում։ Փառավորյալ մարմին մեջ արյուն գոյություն չունի։ Արյունն է ապականություն առաջացնում։ Եվ այս աշխարհի վրա պատճառը, որ ունենք աղ, ունենք ծծումբ կամ ունենք օվկիաններ, աղաջրեր, այս ապականությունը մաքրելու, զտելու համար է։ Պատճառը, որ ունենք ջրաբանական սայքլը կամ շրջանը, այս ապականության համար է։ Երկնքում այս գոյություն չունի։ Ուրեմն անապականություն կտա Տերը հարուցյալ մարմնով։ Այդ է փախտատությունը եւ հակասությունը, համադրությունը։ Մարմինը, որ հողեղեն է, մեռնող է, եղծանելի է, փչացող է, մարմինը, որ Հիսուս Տերը իր զորությամբ մեզ կտա հավիտենական կյանքի համար, անեղծանելի է, չփչացվելիք է, ապականություն տեսնող չէ, անապականելի է։ Ասում է տկարությունով կսերմանվի, այո, որքան էլ մարմինը զորավոր լինի, ուզում ես bodybuilder եղի, եւ ինչպիսի մարմին էլ ուզում ես ունեցի։ Միևնույնն է, պիտի ծերանաս, այդ մարմինը պիտի գնա գերեզման։ Բայց ասում է փառքով հարություն պիտի առնի, զորությունով հարություն պիտի առնի։ Եվ տված այդ մարմինը Աստված որ պիտի տա մեզ, ճիշտ Տեր Հիսուսի մարմնին կերպանակից է, որովհետև գրված է, որ Հիսուս մեր մահկանացու մարմինը իր փառավոր մարմնին կերպանակից պիտի առնի։ Ճիշտ այդպես է։ Այն զորությունով, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, ուրեմն մեզ էլ հարություն տալով այդ նույն մարմինը պիտի հագցնի։ Սա բարի լուր է բոլոր նրանց, ովքեր որ ասենք ծերացել են եւ մտածում են, հիմա եթե ես մեռնեմ ու հարություն առնեմ, արդյոք ծեր վիճակով պիտի լինեմ, ոչ։ Այդ նույն երիտասարդ մարմինը, որ բոլորը պիտի ունենան, այդպիսի մարմնով, զորավոր մարմնով, այն մարմնով, որ կարող է փակ դռներից ներս մտնել, մեկ ակնթարթի մեջ միլիոնավոր մղոններ ճանապարհորդել, այդպիսի մարմին։ Գիտեք, ես տեսնում եմ Աստծո խոսքի մեջ, այդպես է բացահայտվում ըստ այս համարներին, որ մենք հարություն կառնենք, հավատացյալներից համար է խոսքը, հարություն կառնենք մեր ամենալավ, ամենաառույգ, ամենակատարյալ, ամենազորավոր, ամենագեղեցիկ, ամենափառավոր վիճակի մեջ։ Ամեն։ Եվ Տերը, որ մեզ խոստացավ հավիտենականության մեջ բոլոր դարերի ընթացքին իր փառած փառքը ցույց տալու բոլոր սրբերին, կարծում եք, որ այսպես ջնջխված մարմինով մեզ երկինք պիտի տանի։ Անկարելի։ Եթե ինքը հարություն առավ այդ գեղեցիկ մարմինով, այդ կարող ամենակարողությամբ նույնպես էլ ասում է թե մեզ էլ իր զորության համեմատ հարություն կտա, իր հարության զորությունով։ Այստեղ է զատկվա հարության իսկական իմաստը, նպատակը եւ համը, որ թեև մենք այս երկրի վրա կարճ տևողությամբ ժամանակ ունենք, բայց այս տևողության ընթացքին կարող ենք ստանալ այն փրկությունը, որով մենք երբ հասնենք մեր երկրավոր կյանքի ապականացյալ կյանքի ավարտին, այնտեղից հետո Տերը մեզ պիտի տա անապականացյալ, անմահ մարմին։
Այո, Այսը։ փառք Տիրոջ է։ Ամեն։ Ասում է շնչավոր մարմին կա, հոգևոր մարմին էլ կա։ Շնչավոր այսինքն երկրավոր այս։ Այո, երկրավոր, այո։ Առաջին մարդը Ադամ կենթանի շունչ եղավ։ Այո։ Վերջին Ադամը Քրիստոս կենթանարար հոգի։ Հոգի։ Եվ ասում է, առաջին մարդը երկրեն էր, Ադամը հողեղեն, բայց երկրորդ մարդը Տերը երկնքեն։ Եվ ինչպես հոգեղենի կերպարանքը հագել ենք, երկնավորի կերպարանքներ պիտի հագնենք։ Ամեն։ Այն ինչ սքանչելի խոստումներ Աստված տված, եւ ասում է Աստվածի Հիանալի է։ անսուտն շրթունքներով խոսի։ Հիանալի է։ Աստված մեր ախորժակը չի գրգռում, որպեսզի հետո էլ երբ որ գնանք ասի, գիտեք ինչ, այդ մարմինի մասին խոսեցի, բայց դուք այսպես եթերային պիտի մնաք։ Ոչ, այդ մարմինը ռեալ, իրական մարմինն է, շոշափելի է։ Հիսուս ասաց, երբ որ հայտնվեց, այո, ասաց, եկեք շոշափեցեք, տեսեք, որ մարմինն է, ոսկորուն է։ Ճիշտ այդպես։ Բայց միակ բանը, որ գրված է, բայց այս կսեմ 50 ամառը, եղբայրներ, որ մարմին եւ արյուն Աստծո թագավորությունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունը կժառանգի անապականությունը։ Արյան մեջ մեղք կա, հետեւաբար արյունը երկինք չի կարող։ Այո։ Արյունը, եթե մնա առանց զտվելու կապականվի, մարմինը այդպես է շինված։ Դրա համար մեր փառավոր մարմնի մեջ արյուն չենք ունենալ։ Արյունը այս երկրի համար է։ Այո։ Եվ փառավոր մարմինը արյուն չունենար, արյունը չի մտնել երկնային կյանքի մեջ, բայց այդ փառավոր մարմինը կունենա իր յուրահատկությունները, իր աստվածային գեր բնական, գեր մարդկային յուրահատկությունները։ Երբեք չի մեռնել, երբեք չի ծերանալ, երբեք չի թոշմել։ Ոչ թե մենակ մեր մարմինը այդպես կլինի, բոլոր հավիտենականության մեջ եղող իրականությունը այդպես կլինի։ Այնտեղ նաև ծառերը չեն թորոմել։ Այո։ Պտղատու ծառերը ամեն ասում են նոր ամեն ամիս իրենց պտուղը կտան։ Երբեք իրենց տերևը չի թափվել եւ նրանց տերևները բժշկություն կլինեն։ Ամեն։ Եղբայր, հիանալի է, երբ որ մենք տեսնում ենք այս նոր խոստմունքը, նոր ուխտը, որ Հիսուս իր մարմնավոր արյունը թափելով եւ մեռնելով ու հարություն առնելով մահվան վրա հաղթեց, ապականության վրա հաղթեց, մեղքի վրա հաղթեց, գերեզմանի վրա հաղթեց, սատանայի վրա հաղթեց, մեղքի ճիրանների վրա հաղթեց եւ մեզ ասում է թե մեղքի տիրապետությունից ազատեց եւ իր փառած թագավորության լույսի ժառանգակից արավ։ Փառք իր մեծ Այս է զատկվա պատկամը բոլորս։ Այո, եւ Սուրբ Գիրքը խոսում է երկու հարությունների վրայով։ Առաջին հարություն, որ բոլոր հավատացողների համար է, ննջողների եւ ողջ եղողների, որոնք մեկ ակնթարթի մեջ պիտի փոխվեն, եւ երկրորդ հարությունը ճերմակ դատաստանի հարությունն է, բոլոր նրանք, ովքեր առանց Տիրոջ ննջե մեռել եւ գնացել են, նրանք պիտի կանգնեն դատաստանի համար։ Եվ մենք կարդում ենք Հայտնության 20-րդ գլխի 6 համարի մեջ գրված է. Երանելի եւ սուրբ է նա, որ առաջին հարության մեջ բաժին ունի։ Սրանց վրա երկրորդ մա իշխանություն չունի, հապանոք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն եւ նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Սա ուրեմն առաջին հարությունը երանելիության հարությունն է։ Այո։ Փրկության, հավիտենական կյանքի։ Իսկ երկրորդ հարությունը, որ պիտի տեղի ունենա, նրանք ովքեր որ կենաց գրքի մեջ գրված չեն, ճերմակաթորի արչև պիտի ելնեն, իրենց գործերի համար պիտի դատվեն եւ սարսափելի այս բանը, բայց պիտի ասենք ճշմարտություն է։ Ծծումբով այրված կրակի լճի մեջ պիտի ձգվեն 20-րդ գլխի 15 համարը։ Եվ այնտեղ պիտի լինեն այդ տանջանքի մեջ հավիտյանս հավիտենից։ Հիմա հարցում տանք սիրելի հերոստատիտողներին։ Սիրելիս, դու որ հարության մեջ բաժին ունես։ Եթե առաջինն է, եթե դու Հիսուսին որպես քո Տերը եւ Փրկիչդ ընդունել ես, երանելի ես։ Եթե ոչ, քո բաժինը երկրորդ հարությունն է։ Ինչ անի վայր եղբայր մեկը, որպեսի առաջին հարության մեջ բաժին ունենա։ Շատ լավ հարցում է։ Նայեցեք։ Հովանես Արաքյալը գրում է այսպես առաջի Հովանու մեջ եւ Աստծո խոսքն է, որ կարդում ենք։ Ասում է նա որ Աստծո որդվույն հավատում է, վկայությունը իր մեջ ունի, այսինքն ճշմարտությունը իր մեջ ունի։ Նա որ Աստծո չի հավատում, նրան ստախոս է դարձնում, այսինքն Աստծուն ստախոս ենք անում,
որովհետև չի հավատում այն վկայության, որ Աստված իր որդվին համար վկայեց։ Ինչ վկայեց Աստված իր որդվին համար։ Այս է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվավ։ Ամեն։ Եվ այս կյանքի բանալին, այս կյանքի ճանապարհը, այս կյանքի դուռը, այս կյանքի գաղտնիքը ուր է։ Եվ այս կյանքը նրա որդվույն մեջ է, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է, ուրիշ տեղ չէ, ուրիշ կրոնքների մեջ չէ, ուրիշ ճանապարհներ չկան, ամեն ճանապարհները երկինք չեն տանում սիրելիներ, իրականության մեջ ամեն ճանապարհները դժոխք են տանում, ի բացառյալ Տեր Հիսուս Քրիստոսը, ասած ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Նա, որ որդին ընդունել է, կյանք ունի, հավիտենական կյանք, փառավորյալ մարմնով, հարուցյալ կյանք։ Եվ նա, որ Աստծո որդին չի ընդունել, կյանք չունի։ Հավիտենական կյանք չես ունենալ։ Եթե Տեր Հիսուս Քրիստոսը չես ընդունել որպես քո անձնական փրկիչը, նրան չես հուսացել խոստովանությամբ, զղջումով, Աստծո առջև չես ներկայացել եւ քո մեղանչաբնույթ վիճակը չես խոստովանել Հիսուսին եւ ընդունելով նրա արարքը իրականացնել քո կյանքիդ մեջ, ընդունել քո կյանքիդ մեջ, ո՞ր սիրելի բարեկամ, դու պիտի մաս կազմես երկրորդ հարության, որից փախուս չկա եւ այդ երկրորդ հարության մեջ եղողները, մեղավորները, պիղծերը, վախկոտները, անհավատները պիտի կանգնեն Աստծո ճերմակ աթոռի դատաստանին եւ այնտեղ պիտի դատվեն եւ դատվելուց հետո պիտի գցվեն կրակի լճի մեջ, ուր կա անվերջանալի ատամների կրճտոց եւ ցավ, տառապանք, խավար ու հավիտենական տանջանք։ Ինչու կորսվես, երբ Հիսուս եկավ, իր մարմինը տվավ, իր կյանքը տվավ, իր արյունը թափեց եւ իր աստվածային փառավոր զորությամբ հարություն առավ, որպեսզի դու հավատալով կյանք ունենաս եւ այլ ավելի կյանք ունենաս։ Ամեն, ամեն։ Վայ եղբայր, ժամանակը հասավ, որպեսզի մեր սիրելի հրոստադիտողներից բաժանվենք, բայց առանց աղոթքի երբեք չենք բաժանվի։ Հետևաբար առաջնորդի մեղավորի աղոթքի մեջ շատ լավ։ Թերևս հիմա սրտեր պատրաստվեցին եւ մարդիկ հոժար են այդ աղոթքաները։ Եթե դու սիրելի հերոստատիտող փափակում ես երկնային կյանք ունենաս, փրկվես մեղած մեղքի պատիժից, դու հավատքով եւ խոստովանությամբ Աստծո առջև եկ։ Եվ այս աղոթքը հավատքով արա։ Գլուխդ հագիր եւ Տիրոջ առջև ներկայացրու քո անձդ եւ ասա այսպես. Ով Տեր, լսեցի, որ դու աշխարհ եկար, ով Հիսուս, խաչի վրա քո կյանքը տվիր, արյունը թափեցիր, որպես մեղքի պատիժ։ Եվ ես ընդունում եմ, որ ես ծնվել եմ ապականությամբ, մեղքով, մեղանչաբնույթ հոգիով։ Խոստովանում եմ, ով Տեր, իմ մեղքերս քեզ։ Իմ մեղավոր մեռած վիճակը զղջում եմ դրա համար։ Աղաչում եմ Տեր Հիսուս, որ ինձ ներես եւ ինձ քո արյունով լվաս։ Տեր, ես ուզում եմ փրկություն ունենամ։ Ես ուզում եմ փրկվել քեզմով։ Ընդունում եմ, հավատում եմ Տեր Հիսուս, որ դու ես միմիայն աշխարհի փրկիչը եւ իմ փրկիչս։ Խնդրում եմ Տեր, փրկես իմ հոգին։ Ինձ էլ արժանի դարձնես այն առաջին հարության, որ երբ թե ես մեռնեմ, հարություն առնեմ կամ եթե դու գաս, միասին գտնվեմ քեզ հետ հարուցյալ մարմնով, հավիտյան քո հետ ապրելու։ Հավատում եմ, որ դու ես ճշմարիտ Աստված եւ Աստծո որդին։ Ինձ իմ հավատքից հիման վրա Տեր արտարություն տուր։ Հիսուսի անունով։ Ամեն։ Արավոր Տեր հարության, երկինք երկիր զարմանան, աստղերը անհայտանան, արեգակին պիտեղ տան։ Զան երկր ողանչել, փրկության եկեղեր, եկեղեցի ու ցանցան, փրկության Ինչու եք խռովահույս։ Ինչի համար եք կասկածների մեջ։ Տեսեք, ձեռքերս ու ոտքերս,
Ես ինքս եմ որ կամ։ Պետրոս մտավ գերեզման, գեղեցիկ